Կարճ։ Նիկոլն ասում է, որ Արցախյան շարժումը փակված էջ է, բայց ինքը մոռանում է, որ Հայաստանում կա քաղաքական ուժ, որը ոչ թե զբաղվում է Արցախյան շարժումով, այլ զբաղվում է հայկական հարցով։ Ավելի ընդարձակ շարժում, որի մեջ Արցախյան շարժումը իր ուրույն տեղն ունի։ Եթե մենք անգամ փակեինք Արցախյան շարժումը, հավատացեք, դա ոչ միայն հայ ժողովրդին ձեռնտու չէ, այլ նաև ձեռնտու չէ ամբողջ աշխարհին, որովհետև եթե դու մնում ես այս սահմաններով, դու նաև հրաժարվում ես ցեղասպանությունից։ Եվ այն մեղադրանքները, որ ներկայացրել է Ալիևը որպես օկուպանտի մեզ, պատրաստվում է նաև Թուրքիան մեզ մեղադրել զրպարտության մեջ, որովհետև մենք անդադ շեշտել ենք, որ թուրքերը գործել են ցեղասպանություն։ Իսկ եթե դու մնում ես, ճանաչում ես այս սահմաններով, ուրեմն ցեղասպանության հարց չես կարող բարձրացնել։ Արդյոք աշխարհը Արցախյան շարժման դադարեցմանը կողմ է։ Որքան էլ եվրոպական առաջնորդները ասում են, թե Նիկոլին աջակցում ենք, ինչ եք պատկերացնում, վաղը Թուրքիան, երբ որ Հայաստանին զրպարտության համար դատի տա, չի ասելու, որ այդ Ֆրանսիայի նախագահին ասա շուշուտ հրաժարվի ցեղասպանության ճանաչումից, այդ Ամերիկային, այդ Բրազիլիային, այդ Ուրուգվային, այդ Անգլիային, այդ Իտալիային, Գերմանիային։ Նիկոլը գլխի չի, որ իրեն ժամանակավոր են աջակցում։ Աշխարհին ձեռնտու չի, որ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվի։ Իրենք Թուրքիայի հետ խնդիր են ունենալու։ Նիկոլը սա չի հասկանում։ Ոչինչ։ Ինքը ձևանում է իսկապես ճարպիկ խորամանկ, բայց իրականում ինքը խորամանկ չէ։ Ճարպիկ գործիք է։ Ինքը Իլհամի համար կամ Էրդողանի համար գլադիատոր է։ Կհաղթի, լավ, չի հաղթի, մի ստրուկ ավել, մի ստրուկ պակաս։ Այնպես որ այս մտահաղացումները Արցախի շարժումից հրաժարվել ցեղասպան, դա հո իր մտահաղացումը չէ։ Դա թշնամու մտահաղացումն է։ Ինքը ուղղակի կատարող է։ Իսկ կատարողները գլադիատորի ճակատագիր են ունենում։ Այնպես որ ոչ թե Արցախյան շարժումը կասեցնում ենք, այլ թափ ենք տալիս, թափ ենք հաղորդում հայկական հարցին, որով զբաղվում է հիմնականում ազգային ժողովրդավարական բևեռը։ Մենք վերատիրանալու ենք Վիլսոնյան Հայաստանին, ասել է թե առաջին հանրապետությանը։ Խոհեմ եղեք։